Հուլիսի 18-ից հեծի ժամանակավոր կառավարիչ նշանակված ԿՊԱ-կան Ռոմանոս Պետրոսյանը մեր տեղեկություններով մոտ 5 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Ռոմանոս Պետրոսյանին բարձր աշխատավարձ վճարելու պարտավորությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ դրվել է հեծի սեփականատիրոջ Սամվել Կարապետյանի ուսերին։ Համեմատության համար հիշենք, որ պետական վերահսկողական ծառայության ՊՎԾ պետի պաշտոնում Ռոմանոսը ստանում էր 790 հազար դրամ աշխատավարձ, հեծ մտնելուց առաջ նա հայտարարեց, թե հանուն Հայաստանի Հանրապետության է գնում հեծ, իբր այն առողջացնելու նպատակով, եւ բոլորը մտածեցին, որ դա անշահախնդիր աշխատանք է լինելու հանուն պետության։ Իրականում ամեն օր ավելի ենք համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես հեծ է իր սեփականատիրոջից խլելու մտադրություն ուներ, իսկ Ռոմանոս Պետրոսյանն էլ թվանոց աշխատավարձ ստանալու ցանկություն։ Հսկա կառույցը ընտրություններից առաջ արագորեն ԿՊԱ-կանացվում է։ Իշխանությունը որոշել է Սամվել Կարապետյանին բանտում պահել, նրա հաշվին մեծ խումբ ԿՊԱ-կանների բարձր վարձատրվող աշխատանքով ապահովել եւ հեծի մոտ 7000 աշխատակիցների ներուժը իշխանության օգտին օգտագործել։ Որքան մոտենում է իշխող կուսակցության համագումարը, այնքան ԿՊԱ-կանները լարված ու նյարդային են դառնում, մանավանդ վարչության անդամի թեկնածուները։ Համագումարին ընտրվելիք նոր վարչության անդամները կարելի ասել ապահովագրելու են իրենց հաջորդ ընտրությունների ցուցակում կայուն տեղի եւ հետագայում էլ պաշտոնի կամ մանդատի տեսքով։ Հետևաբար կյանքի մահվան հարց է դարձել ԿՊ վարչության ընտրություններին հնարավորինս շատ ձայն հավաքելը։ Մեզ ասացին, որ հատկապես անհանգիստ են առանցքային կուսակցականները, որոնց Փաշինյանը կարելի ասել չի ցանկանում տեսնել նոր վարչությունում։ Նա հակված է երիտասարդ ու հնազանդ կադրերով փոխարինել կուսակցության վետերաններին։ Ասում են, որ առաջին շարքերում են ԱԺ-նախագահ Ալեն Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, սակայն ԿՊ-ում վստահ են, որ նրանք ընտրվելու են, ուստի Փաշինյանի մունետիկները ակտիվ քարոզչական աշխատանք են տանում, որ նրանք գոնե հնարավորինս քիչ ձայն ստանան։ Տիգրան Ավինյանի հարցում Փաշինյանը միշտ է զգուշավոր եղել, նա անհնազանդներից է, իսկ Ալեն Սիմոնյանի հարցում ԿՊԱ-կանները դժվարանում են ասել, թե ինչով է առաջնորդի ոչ բարեհաճությանն արժանացել, չէ՞ որ անմնացորդ ծառայել է նրան։ Երբ Արտուր Նահապետյանն այս տարվա մարտին նշանակվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, լուրեր տարածվեցին, որ այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցած թեկնածուներից մեկը ՀԿԿ քննիչ Արտաշես Մայիլյանը պատրաստվում է ազատվել աշխատանքից, քանի որ նոր նախագահի հետ չի ցանկանում աշխատել։ Կոմիտեից այդ ժամանակ հերքեցին լուրերը, հայտարարելով, թե Մայիլյանը շարունակում է աշխատել։ Երեք տեղեկացանք, որ մոտ 2 ամիս առաջ Մայիլյանն այնուամենայնիվ աշխատանքից ազատման դիմում է գրելու հեռացել։ Մինչ այս պահը նա դեռևս որևէ տեղ չի աշխատում։ Ըստ ամենայնի կզբաղվի փաստաբանությամբ, ինչով զբաղվում են պաշտոնաթող քննիչները, դատախազները, դատավորները։ Հիշեցնենք, որ Արտաշես Մայիլյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քննիչն է եղել։